Ինչ խնդիրներ ունեք, սկսած սոցիալականից, սկսած իրավականից, սկսած, չգիտեմ, բարոյականից, սկսած մարդկայինից, եթե դուք ինձ եք լիազորում ձեր իրավունքները, ժողովուրդ ջան, ուրեմն ինչքան շունշան որդի պիտի լինի մարդը, չէ, քաղաքական գործիչը, որ այդ վստահության քվեն, ուրեմն չարդարացնի։ Եթե դուք ինձ եք տալիս վստահության քվե, ուրեմն ես պարտավոր եմ, ուրեմն անձամբ յուրաքանչյուրիդ խնդիրներով զբաղվելու։ Այն, որ երկրի պետական համաժողովրդական խնդիրներով, եթե ես էկաիշխանության զբաղվելու եմ, դա միանշանակ։ Բայց միևնույն ժամանակ յուրաքանչյուրդ կարող է այդ պահին անձնական ինչ-որ մի խնդիր ունեք, եւ այդ անձնական խնդիրը լուծման կարիք ունեք։ Ինձ կարող եք դիմել ընկերաբար, ոչ թե որպես պետության ղեկավարություն, այլ ընկերաբար, ասեք Անի ջան, այս նեղ իրավիճակի մեջ ենք գտնվում, կարող եք օգնել եւ համոզված եղեք, սիրելի ժողովուրդ, որ Անի Զախարյան քաղաքական գործիչը ամեն ինչ անելու է, որ ձեզ այդ պահի նեղ իրավիճակից դուրս անի։ Եթե դուք ձեր վստահության քվեն տվել եք Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցությանը եւ Անի Զախարյանին։ Ուրեմն ընտրելով Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցությանը եւ Անի Զախարյան քաղաքական կորչին, դուք ունենում եք եւ գրագետ ղեկավարություն, որը այսքան աշխատանք է կատարել հանուն պետության եւ ժողովրդի, պատրաստ է դրա տասնապատիկը, հարյուրապատիկը կատարել, եթե ունենա պետական լծակներ եւ ուրեմն վարչական բոլոր ռեսուրսները եւ պետբյուջեն, եւ միևնույն ժամանակ ձեռք եք բերում ընկեր, որպես մարդ ընկեր, ով որ ենթադրենք կարող է այդ պահին ինչ որ մի պարտք ունես, չես կարողացել ենթադրենք վճարել, բոլորի մոտ էլ դա ստացվում է, ես կմտնեմ ձեր իրավիճակի առջև, կտամ ձեզ հնարավորություն այդ գումարը ենթադրենք մարելու մի որոշ ժամանակ հետո, այսինքն դուք ձեռք եք բերում հանձինս ինձ հարազատ մի ղեկավարի, որը եւ ղեկավար է լինելու ձեզ համար եւ լինելու է հարազատ ընկեր, որը ոչ թե մենակ պիտի այսպես գա ու ասի, այ այստեղ վարչական 10,000 դրամները չեք ըլը միա փողոցը այսպես անցակ, փողոցում դրեցիք առևտուր արեցիք, չգիտեմ այս մեքենայի տուգանքը չվճարեցիք, այստեղ այս մի թուղթը չներկայացրեցիք, այստեղ այս մի ՀԴՄ չտպեցիք, կդնեմ ու ձեզ դարձնեմ տուգանքի մատերիալ, ինչպես 34 տարի արել են ու լցրել են իրենց գրպանները, այլ ունենալու եք բարոյական նկարագիր ունեցող մարդ, որպես ընկեր ձեր կողքին, բայց իհարկե ամեն ինչ չափի մեջ։ Ես չեմ կարող լինել ընկեր Հայաստանի Հանրապետության, ասենք թե 2-3 միլիոն քաղաքացիների եւ ասենք թե իմ ժամանակը պետության ուրեմն խնդիրներով զբաղվելու փոխարեն ամբողջ օրը, չգիտեմ, ուրիշ բաներով մենք զբաղվենք։